Ողջույն հարցիգինն է եթերում, այս հաղորդման շրջանակներում կվերլուծենք մեր դիտարկմամբ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Հայաստանում արդեն մեկ շաբաթ է առերևույթ դիմակայություն է տեղի ունենում հասարակության և առողջապահության նախարարության կամ հասարակության և պետական կառավարման համակարգի, ասել է թե իշխանության միջև։ Այդ դիմակայության առանցքում խոզի գրիպի վարակն է, իսկ դիմակայության առարկան հասարակության ինքնապաշտպանության և կառավարման համակարգի ինքնապաշտպանության բնազդների բախումն է։ Հասարակությունն այդ բնազդով փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչին է պետք պատրաստ լինել, իսկ կառավարման համակարգն ի դեմս առողջապահության նախարարության հասարակությանը փորձում է համոզել համաճարակի բացակայության հարցում, միաժամանակ որևէ բացատրություն չունենալով առկա իրավիճակի վերաբերյալ, դրանով իսկ համաճարակի բացակայության մասին հանգստացնող հայտարարությունները վերածելով պատասխանատվության հստակ շեշտադրումներից գերատեսչական ինքնապաշտպանության դրսևորման։ Արդյունքում ստացվում է, որ Հայաստանում արդեն մի քանի շաբաթ շարունակ արձանագրվում են խոզի գրիպից մահվան դեպքեր, փակ են պահվում դպրոցներն ու մանկապարտեզները, առկա է դեղորայքային դեֆիցիտ, սուր շնչառական վարակներով դիմումների աճ, մահերի աճ և այս ամենի ֆոնին պետական համակարգից ընդամենը այլևս ոչինչ չասող հայտարարություններ համաճարակի բացակայության մասին։ Մինչդեռ մարդիկ ուզում են իմանալ, լավ, պարզ է, թե ինչ չկա, և ենթադրենք համաճարակ չկա, բայց կա ինչ-որ բան, որից մահանում են մարդիկ, և այդ ինչ-որ բանի վերաբերյալ պետք է տալ սպառիչ բացատրություն։ Եվ եթե այս բացատրությունը չկա, ապա նշանակում է, որ չկա պետական կառավարման համակարգ։ Այդ համակարգը կաթվածահար է, և իր առաջին դեմքերի քարոզչական PR հարցերը լուծելուց բացի, այդ համակարգն ըստ էության ունակ չէ ոչնչի, և իրավիճակը բազմակի վտանգավոր է դառնում այն առումով, որ խոսքն ըստ էության պատերազմող երկրի մասին է, որտեղ օրինակ մի քանի ամիս առաջ անցկացվում էին Շանթ 2015 համապետական զորավարժանքները կառավարման ողջ համակարգի մասնակցությամբ, որոնք արժանանում էին իշխանությունների ամենաբարձր գնահատականին։ Մինչդեռ որևէ համաճարակային վտանգ կամ նման վտանգի թեկուզ չափազանցված սպասում, որն ունի խուճապային ռիսկեր, ուղիղ առնչվում է Հայաստանի պետական անվտանգությանը, և հետևաբար պետությունը պետք է ունենար նման իրավիճակում արձագանքի հստակ գործողությունների և քայլերի ծրագիր ու դրսևորումներ։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ նման արձագանքի մեխանիզմ ուղղակի չկա, և սա նաև լավագույն գնահատականն է, թե ինչ էր իրականում անում կառավարման համակարգը համապետական զորավարժության ընթացքում և իրականում ինչ է կատարվում այն կամուֆլյաժների տակ, որոնք դեմքի խրոխտ արտահայտությամբ հագնում են կառավարության անդամները լուսանկարային համաճարակի շրջանակում։ Խոզի գրիպից գուցե ավելի դանդաղ, սակայն ինչպես պարզվում է, Հայաստանում առաջ է շարժվում քաղաքական գրիպը, որը ներդրվեց Նորք Մարաշում անցյալ տարեվերջին իրականացված հատուկ օպերացիայի միջոցով։ Այդ գործով եղավ հերթական ձերբակալում այս շաբաթ, որը Հայաստանում նոր հարցեր է առաջացնում գործի և այսպես ասած իրականության ու իմիտացիայի տեսանկյունից։ Ձերբակալվել են Հայրենիք ու պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և մեծն Տիգրան Ջոգատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը։ Մինչ այդ շաբաթներ առաջ եղավ ևս մեկ աղմկոտ ձերբակալություն, կալանավորվեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Հասարակությանն այդպես էլ չեն ներկայացվում զինված խմբավորման, պատրաստվող հանցագործության իրականությանը համապատասխանելու վերաբերյալ համոզիչ տեղեկություններ, թեև Ազգային անվտանգության ծառայության տնօրենը խոստացել է դրանք ներկայացնել դատարանում։ Իհարկե, հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ մարտի 1-ի վերաբերյալ էր նման ապացույցներ խոստացել, ինչը սակայն մեկ ոստիկանի ցուցմունքից այն կողմ այդպես էլ չանցավ։ Սրան զուգահեռ խնդրի այսպես ասած քաղաքական կողմը կարծես թե ապացույցների կարիք չի զգում, և այստեղ հանրային դիլեման ոչ թե այն է, թե քաղաքականություն կա գործում, թե ոչ, այլ այդ քաղաքականությունը զուտ հայաստանյան շրջանակում է, թե ունի արտաքին շերտեր, կապակցվածություն արտաքին կենտրոնների հետ։ Ըստ այդմ, այս գործով լուծվում են զուտ ներքաղաքական բնույթի հարցեր, թե Հայաստանի իշխանությունները սույնով ներքաշված են ավելի լայն շրջանակի խաղի մեջ, որով լուծվող հարցերը շատ ավելի լայն կոնտեքստի մեջ են և առնչվում են ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանին առնվազն։
Ապացույցների առումով այս մասով քիչ թե շատ ճշգրիտ ենթադրությունների կամ եզրակացությունների հիմքեր չկան, իսկ ահա ինֆորմացիոն ելակետերի տեսանկյունից հիմքերին իհարկե բավարար են եզրակացնելու եւ ենթադրելու կամ ավելի շուտ շատ հավանական համարելու այն, որ գործում անկասկած կան մեծ արտաքին մոտիվներ եւ թելադրող գործոններ։ Եվ ուրեմն այս համատեքստում էլ հարց է առաջ գալիս արկա գործի միջոցով Սերժ Սարգսյանն ինքն է փորձում կառավարել իրավիճակը բոլոր սուբյեկտներին, որոնք քիչ թե շատ վտանգ կարող են ներկայացնել իշխանության համար, թե Սերժ Սարգսյանն ինքն է կառավարվում այս գործով եւ նրա միջոցով փորձ է արվում Հայաստանում, այսպես ասած, հերվից կատարել վերադասավորումներ, որոնք նախորդում են 2017 թվականի համապետական խորհրդարանական ընտրություններին եւ դրանց արդյունքում Հայաստանում նոր իշխանության ձևավորմանը։ Մի բան հստակ է, գործը մեծ հաշվով դառնում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների աներևույթ առանցքը, ընդ որում բավական հետաքրքրական ֆունկցիոնալությամբ։ Առանցք, որն ինքն է ավելի շարժունակ, քան այն սուբյեկտները կամ օբյեկտները, որոնք կարող են լինել դրա կողքը։ Խնդիրն այն է, թե ինչպես, ով եւ ինչ տրամաբանությամբ է շարժում այդ առանցքը, որը մեծ հաշվով կարող է կանխորոշել Հայաստանում իշխանության հարցը, եւ այն, որ Հայաստանի հանրությունը ներկայումս որևէ կերպ չունի եւ անգամ մոտ չէ այդ հարցի պատասխանին, մեծ հաշվով զինված հանցախմբի գործոնը Հայաստանի համար դարձնում է ոչ պակաս վտանգավոր, թեկուզ նրա վնասազերծվածության պայմաններում, երբ բարեբախտաբար Հայաստանն իր վրա որևէ ազդեցություն չտեսավ դեպքերի ողբերգական զարգացման տեսքով։ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, նաև հանրապետականները, սկսել են բավական առատորեն հղումներ անել արտաքին անբարենպաստ տնտեսական իրավիճակին, դա ներկայացնելով որպես Հայաստանի տնտեսության 2016 թվականի խնդիր, որը խանգարում է զարգացմանը։ Ինչպես հայտնի է, կառավարությունը պետական բյուջեի ներկայացման ընթացքում Հովիկ Աբրահամյանի շուրթերով հայտարարել է, որ լավ բան չպետք է սպասել 2016 թվականին։ Սահմանված աճի ցուցանիշն էլ ավելի նվազ է, քան 2015-ին իբրև թե արձանագրվածը 2.2%, այսինքն ըստ էության տնտեսության նվազում է կանխատեսվում։ Իրականում այս ամենում արտաքին անբարենպաստ իրավիճակը ոչ այլ ինչ է, քան նախապես պլանավորված արդարացում, եւ ակնհայտ է, որ իշխանության ողջ հիերարխիայում տրված է հստակ ցուցում, եւ մենք 2016 թվականի ընթացքում ավելի ու ավելի հաճախ կլսենք այն մասին, թե ինչ անբախտ ենք, արտաքին իրավիճակը մեզ թույլ չի տալիս զարգանալ։ Իրականում Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտը Հայաստանի ներսում է, սակայն այստեղ խոսքը, այսպես ասած, ավանդական քառորդ դար շարունակվող խոչընդոտների մասին չէ, որը մեկ բառակապակցությամբ կարող ենք ասել իշխանության հակասահմանադրական յուրացում։ Տվյալ պարագայում խոսքը շատ ավելի կոնկրետ մի խոչընդոտի մասին է, որը կոչվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ։ Իհարկե, սա հենց իշխանության հակասահմանադրական յուրացում կոչվող մեծ պատճառի մասերից մեկն է, դրսևորումներից մեկն է լինելու, սակայն խոսքն այս դեպքում շատ կոնկրետ իրողությունների մասին է։ Հայաստանի տնտեսությունը 2016 թվականին պետք է սպասարկի իշխանությունների նախընտրական արշավը, նախընտրական ծախսերը, իսկ նկատի առնելով այն, որ սոցիալ-տնտեսական վիճակը հասել է խիստ բացասական սահմանի, ինչը շեշտակիորեն մեծացրել է հասարակական դժգոհությունը իշխանություններից, կարող ենք եզրակացնել, որ իշխանությանը հնարավորինս անաղմուկ եւ անցնցում վերարտադրության համար կարիք կլինի ծախսել սովորականից ավելի շատ գումար։ Իսկ ծախսերը բնականաբար արվում են այսպես ասած ստվերային բյուջեից, որ ձևավորվում է օլիգարխների եւ տարբեր քրեական խմբավորումների հատկացումներից։ Իսկ որպեսզի նրանք շատ հատկացնեն ստվերային բյուջեին, պետք է հնարավորինս քիչ հատկացնեն պետական բյուջեին։ Եվ ահա այստեղ է գաղտնիքը, թե ինչու է բյուջեով նախատեսված աճը, այսպես ասած, նվազման միտում ցուցաբերում։ Խնդիրն այն է, որ տարբերությունը պետք է գնա նախընտրական ծախսերի ֆինանսավորմանը, ընդ որում խոսքը միայն հանրապետականի մասին չէ։ Ի վերջո, իշխանությունը նախընտրական զարգացումներում ունենալու է նաև այսպես ասած back vocal, տարբեր ուժերի տեսքով, որոնցից մի մասին պետք է անցկացնի խորհրդարան եւ կոալիցիա կազմի, մյուսներն էլ պետք է խանգարեն ընդդիմությանը։ Այդ ամենի ծախսերն էլ բնականաբար իշխանական համակարգի վրա են։ Եվ չպետք է մոռանալ, որ այդ համակարգի ուսերին 2017 թվականի
թվականին համապետական ընտրություններից բացի նաև կիսապետական ընտրություններ կան, Երևանի քաղաքապետի ընտրությունները, որոնք ևս ծախսեր են ենթադրում։ Ահա այն գլխավոր արգելակը, որը 2016 թվականին լինելու է Հայաստանի տնտեսության առաջ։ Սերժ Սարգսյանը ընթացիկ շաբաթվա վերջում ընդունել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու Եվրոպայի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին։ Հանդիպման ընթացքում Սարգսյանը խոսել է Հայաստանին անկախությունից ի վեր ցուցաբերված ամերիկյան կառավարության աջակցության մասին, կարևոր համարելով Հայաստանի զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված Միացյալ Նահանգների գործադրած ջանքերը։ Նախորդին էլ Սերժ Սարգսյանն ընդունել էր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն եւ խոսել Եվրամիության ցուցաբերած աջակցության կարևորության մասին։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ներկայումս դարձել են Սերժ Սարգսյանի հույսը, ընդ որում երկու իմաստով։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն են Հայաստանի տնտեսական կայունության գրավականը եւ նրանց հատկացրած ֆինանսական միջոցներով է ներկայումս պահվում Հայաստանի ֆինանսատնտեսական կայունությունը։ Իսկ տարածաշրջանային կայունությունը պահվում է ամերիկյան ջանքերով, որոնց շնորհիվ է, որ Ադրբեջանի ռազմական սադրանքները հնարավոր է լինում պահել ժամանակի եւ տարածության մեջ սեղմված, թույլ չտալով դրանց վերաճում լայնամասշտաբ պատերազմի։ Նախորդին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանն ու կարծում է, որ հակամարտող կողմերը գիտակցում են դա։ Սակայն տարածաշրջանի խաղաղության եւ բարեկեցության գիտակցում կարող է ունենալ միայն այն կողմը, այն սուբյեկտը, որն իր մրցունակությունը կառուցել է ստեղծագործ մոտեցումների եւ տեխնոլոգիաների վրա, որի միակ կրվանը զենքը, սպառազինությունը չէ, այլ տնտեսությունը, տեխնոլոգիաները, նոր մտքերը, արժեքները, եւ այս իմաստով տարածաշրջանում շահեր հետապնդող սուբյեկտների զգալի մասը հեռու է այս չափանիշներից, մասնավորապես այս չափանիշներից հեռու են Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան, որոնց համար տարածաշրջանային ազդեցության կրվան է մնացել ապակայունացման սպառնալիքը, եւ այս միջոցով է, որ նրանք փորձում են իրենց տեղն ու դերը պահպանել մեր տարածաշրջանում։ Հայաստանի իշխանությունները հայտնվել են այս տեսանկյունից երկու քարի արանքում, քանի որ մի կողմից արժեհամակարգային, աշխարհայացքային տեսանկյունից նրանք հենց այս եվրասիական տիրույթում են, սակայն նաև հասկանում են, որ ապակայունացման գլխավոր հարվածն իջնելու է Հայաստանի, այսինքն նաև իրենց գլխին, եւ այս առումով ստիպված են հուսալ, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան կշարունակեն, այսպես ասած, կառուցողական մրցակցության դիրքերից զսպել ապակառուցողական, ապակայունացնող սուբյեկտների մեծ հավակնությունները եւ թույլ չտալ լայնածավալ թեժացումներ։ Ահա այս տեսանկյունից վերջին օրերի Սերժ Սարգսյանի հանդիպումներն ամերիկացի ու եվրոպացի դիվանագետների հետ եւ դրանց ընթացքում հնչած մտքերը լավագույնս բնորոշում են Հայաստանի իշխանությունների հոգեվիճակը։ Նրանք իրենք անզոր են որևէ սուբյեկտություն դրսևորել ստեղծված իրավիճակում եւ ամբողջությամբ ապավինում են Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին։ Սա իհարկե Հայաստանի համար մխիթարություն է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան տարածաշրջանում շահեր են հետապնդում, որոնք պահանջում են կայունություն եւ անվտանգություն։ Մյուս կողմից, սակայն, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունների համար այդ հանգամանքը ստեղծելով բավականին հարմար ժամանակային եւ տարածական հնարավորություններ Հայաստանի ներքին մրցունակությունը բարձրացնելու համար, իրականում ծառայում է ոչ թե դրան, այլ իշխանության համար պայքարին։ Եվ այս իմաստով Սերժ Սարգսյանի երկու հանդիպումներում նկատելի է այն ակնարկը, որ նա անում է Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային Հայաստանում իր քաղաքականությունը շարունակելու գործում աջակցության համար։ Ըստ որում դա եւս Հայաստանի համար կարող էր չարյաց փոքրագույն լինել, եթե Սերժ Սարգսյանն այդ առաջարկներն աներ գործով, այսինքն սեղանին դներ համակարգային քայլերի կոնկրետ օրինակներ եւ դրանց դիմաց ակնկալեր համագործակցության շարունակականություն։ Սակայն Սերժ Սարգսյանը սեղանին ոչինչ չի դնում, այլ միայն խոսում է բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին։ Մինչդեռ այդ արդյունքներն են, որ Հայաստանն այսօր դարձրել են սուբյեկտությունից զուրկ եվրասիական կցորդ։ Եվ սա չափից լավ տեսանելի է եւ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար։ Բայց խնդիրն այստեղ նաև այն է, որ նույնքան տեսանելի է, որ Հայաստանում մեծ հաշվով չգտնվեց մի ուժ, որը սկզբունքային դիրքերից դեմ արտահայտվեր նման արդյունքին։
Ահա այս ֆոնին ըստ էության կորում է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի մոտիվացիան Հայաստանի ներքաղաքական կյանքի դերակատարների հետ համագործակցության հանդեպ, քանի որ այդ կյանքն ըստ էության դուրս է մնացել ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաեւ տարածաշրջանային զարգացումների կոնտեքստից։ Մինչդեռ քաղաքականությունը չի կարող բաժանվել առանձին ներքին եւ արտաքին օրակարգերի, եւ եթե առաջացել է այդ կտրվածությունը, կնշանակի, որ քաղաքականություն չկա։ Քաղաքականության բացակայությունն է, որ Սերժ Սարգսյանին թույլ է տալիս սեպտեմբերի 3-ից հետո դեռ շարունակել խոսել Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ։ Միջազգային հանրությունը նոր սպասման մեջ է կապված իրանական միջուկային ծրագրի կարգավորման գործընթացի հետ։ Սպասվում է, որ առաջիկա օրերին եւ նույնիսկ ժամերին կչեղարկվեն Իրանի հանդեպ տնտեսական մի շարք պատժամիջոցներ, ըստ էության դուրս հրելով այդ երկիրը շրջափակումից, բացելով այն միջազգային տնտեսության համար։ Ահա այս սպասման ֆոնին Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նախորդին հայտարարում է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել ռուսական գազից եւ փոխել այն իրանականով։ Այս խոսակցությունն ակտիվացավ գազամատակարարման վերաբերյալ վրաց-ռուսական բանակցությունների կոնտեքստում, որոնց շրջանակում խոսվում է նաեւ իրանական գազը Վրաստան մատակարարելու մասին փոխանակման սկզբունքով։ Հայաստանում «Գազպրոմը» Իրանից է գազ ստանում, փոխարենը Վրաստան մատակարարում ռուսական գազը որպես իրանական, այսինքն իրանական գնով։ Ընդհանրապես Վրաստանն սկսել է գազային բանակցությունների մի փուլ, որն իսկապես հետաքրքրական զարգացումներ է ուրվագծում։ Սակայն տվյալ պարագայում իհարկե հետաքրքրական է օրինակը, երբ Հայաստանի համար առաջանում են որոշակի նոր հնարավորություններ իրանական ուղղությամբ, սակայն Հայաստանի էներգետիկայի նախարարն ըստ էության հայտարարում է, որ Հայաստանը չի կարող օգտվել այդ հնարավորություններից։ Այսինքն, Երվանդ Զախարյանի հայտարարությունն այս տեսանկյունից հայտարարություն չէ միայն գազի մասին, սա ըստ էության ուղերձ է, քաղաքական մեսեջ աշխարհին, այն ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում ըստ էության սպասվում է Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը տնտեսական նոր հնարավորություններից օգտվելու համար։ Սակայն Հայաստանն այս իրավիճակում ոչ միայն չի ցուցաբերում նախաձեռնողականություն տնտեսական գաղափարների, տնտեսաքաղաքական սխեմաների իմաստով, այլ ըստ էության հավատարմության երդում է տալիս ռուսական գազին, իսկ ընդհանրապես ռուսական ազդեցությանը եւ ռուսական շահին, այդ շահի առաջ հայաստանյան պարտավորություններին, որ ամրագրվել են «Գազպրոմի» հետ 2013 թվականի պայմանագրով, որ կնքվեց Պուտինի հայաստանյան այցի ընթացքում 2013 թվականի դեկտեմբերին։ Եվ սա այն դեպքում, երբ լինելով Իրանի անմիջական հարևանը եւ ըստ էության այն եզակի հարևանը, որի հետ Իրանը չունի քաղաքական խնդիրներ, Հայաստանը տրամաբանորեն պետք է հանդես գար լրիվ այլ ուղերձներով, Իրանի եւ համաշխարհային ներդրողների, համաշխարհային տնտեսության միջև կապի վերաբերյալ ուղերձներով, գաղափարներով, առաջարկներով, ըստ էության ներկայանալով որպես Իրանի յուրօրինակ դարպաս։ Մինչդեռ Հայաստանն այսօր հանդես է գալիս որպես մեռած կամ մեռնող եվրասիական տարածության ֆորպոստ, որը հետաքրքիր չէ նույնիսկ այդ տարածության անդամների համար, ուր մնաց դրանից դուրս գտնվողների։ Քչերը կվիճարկեն Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների այն միտքը, թե Հայաստանում այսօր չկա իշխանությանը համարժեք հակակշիռ քաղաքական ուժ։ Ինչ խոսք, երբ իշխանության ներկայացուցիչները հնչեցնում են նմանօրինակ հայտարարություններ, դա բացի իրականության արտացոլում լինելուց եւ գուցե դրանից առաջ նախ իհարկե ցինիզմի եւ անպատկառության դրսեւորում է։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանում իշխանությանը հակակշիռ համարժեք քաղաքական ընդդիմություն լինել չի կարող ընդհանրապես, քանի որ դրա համար նախ պետք է քաղաքական իշխանություն։ Հայաստանում ընդդիմությունը իշխանությանը համարժեք լինելու համար պետք է գողանա իշխանությանը համարժեք, բռնանա, օրենքներ եւ սահմանադրություն խախտի, կոռուպցիայի եւ մենաշնորհների մեջ թաթախված լինի։ Դա է իշխանությունը, եւ այդպիսին կարող է լինել հակակշիռ համարժեք ընդդիմությունը։ Բայց պարզ է, որ ընդդիմությունն այդպիսին լինել չի կարող, քանի որ իշխանության ձեռքին են պատժիչ լծակները, ուժային կառույցները, որոնք էլ անմիջապես կլուծեն ընդդիմության հարցերը։ Եվ բացի այդ, Հայաստանում իրական, արժեքավոր ընդդիմությունն իհարկե իրեն թույլ չի տա թաթախվել այն ամենի մեջ, նույնիսկ այդ իշխանությանն ամեն գնով հաղթելու համար։
Ամեն տեսակ չէ, որ ընդունակ է առաջնորդվել նպատակն արդարացնում է միջոցները տարբերակով։ Ավելին, գուցե Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը նաև հենց նրա համար է, որ հանրային ենթագիտակցությունից դուրս գա այդ մտայնությունը, այդ փիլիսոփայությունը։ Հետևաբար Հայաստանին պետք է այդ փիլիսոփայությունից զերծ ընդդիմություն։ Սակայն այս ամենով հանդերձ մյուս կողմն իհարկե այն է, որ իշխանությունն իրապես չունի հակակշիռ ընդդիմադիր ուժ, եւ այստեղ այն, որ ընդդիմադիր ուժերը չեն կարող եւ չպետք է ուզենան լինել իշխանության նման, արդարացում չէ այն իրավիճակի համար, որ չկա այդ ընդդիմադիր հակակշիռը, որը իր ուժով կարող է իշխանությանն ինչ որ բաներ ստիպել կամ ստիպել պարզապես թողնել հակասահմանադրական ճանապարհով զավթած դիրքերը եւ դրանք վերադարձնել ժողովրդին սահմանադրական կարգի շրջանակ։ Ընդդիմության առաջ իշխանության ասիմետրիկ հակակշիռ լինելու հրամայականն է եւ այդ խնդիրը ներկայումս մեղմ ասած հեռու է արդյունավետ սպասարկվածությունից եւ առավել եւս լուծված լինելուց։ Իսկ դա բերում է նրան, որ իշխանությունը դառնում է առավել ինքնավստահ, առավել ցինիկ, բնականաբար ել ավելի հանդուգն դառնալով իր բնույթով։ Այդ տեսանկյունից որքան էլ հասարակության համար ցավալի է իշխանական ցինիզմի դրսևորումը, թե համարժեք հակակշիռ չունեն, այդուհանդերձ այդ ցավը պետք է մղի ոչ միայն զգայական գնահատականների եւ իշխանության այդ դրսևորումները բնորոշող դիպուկ հակադարձումների, այլ մտորումների, թե ինչպես լուծել ասիմետրիկ ընդդիմադիր ուժի ձևավորման խնդիրը, ինչի վրա պետք է լինի այդ ասիմետրիայի շեշտը, որպեսզի այն բերի երկարաժամկետ դիմադրունակության համակարգի ձևավորման։ Սա առանցքային խնդիր է, այսինքն իշխանության համար պետք է հստակ լինի, որ ասիմետրիկ ընդդիմադիր ուժն ունի դիմադրունակության երկարաժամկետ ռեսուրս եւ դրա դեմ իշխանության ավանդական մեթոդներն աշխատել չեն կարող։ Հայաստանում իշխանությանը կարճաժամկետ պարտության մղելու մարտավարությունը կարող է ինքնախաբեություն լինել։ Ներկայումս մեր երկրում օբյեկտիվորեն չկա եւ գրեթե նույնքան օբյեկտիվորեն մոտ ապագայում չի կարող նշմարվել ասիմետրիկ այն ուժը, որն ունակ կլինի արձանագրել կարճաժամկետ հաջողություններ, եթե իհարկե չի ստանա, ասենք, արտաքին քաղաքական կենտրոնների բուռն աջակցություն, իսկ այդպիսի աջակցության տրամադրվածություն այդ կենտրոններում ոչ միայն չի նկատվում, լինի Արևմուտք, թե Ռուսաստան, այլ հակառակը, ակնհայտ է, որ այդ տեսանկյունից Հայաստանի հաշվով կայացված որոշումները միտված են երկարատև տնտեսաքաղաքական գործընթացների։ Ըստ այդմ, Հայաստանում ասիմետրիկ ընդդիմադիր համակարգի ձևավորումն էլ հաջողություն կարող է ունենալ երկարաժամկետ հաշվարկի դեպքում, ընդ որում, որքան երկար ժամկետի հեռանկարով արվի հաշվարկը, այդքան գուցե ավելի կարճ ժամկետում զգացվեն աշխատանքի տարբեր էֆեկտները, թեկուզ հիմնականում փոքր։ Նախ Հայաստանում ներկայումս կա խնդիր հասկանալու ոչ թե ինչ է իշխանությունը կամ ինչպիսին է իշխանությունը, այլ ինչպիսին է, իրենից ինչ է ներկայացնում ընդդիմությունը։ Այսինքն ընդդիմությունից Հայաստանում այլևս չի պահանջվում իշխանության բնութագրում կամ բնորոշում։ Այս տեսանկյունից նախորդ ընդդիմություններն ու կյանքը արել են առավելագույնը։ Ներկայումս հասարակությունն ունի ընդդիմության տեսակը, կարողությունները, բնույթը, արժեքներն ու պատկերացումները հանգամանալից հայեցակարգված ստանալու եւ հասկանալու խնդիր։ Ընդ որում, այդ տեսանկյունից օրինակ կոնկրետ մեկ ներքին կամ արտաքին խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշումը կարող է համակիրների բանակի կամ վստահության աստիճանի տեսանկյունից մատուցել ավելի մեծ ծառայություն, քան իշխող վարչակարգի վերաբերյալ ընդհանուր, անգամ ամենախիստ եւ ամենապատկերավոր գնահատականները։ Ի վերջո ընդդիմությունը Հայաստանում ինչ որ ժամանակից վերածվեց էստրադային զբաղմունքի քաղաքականի փոխարեն։ Հայաստանում կա ընդդիմադիր գործունեությունն էստրադայից քաղաքականություն բերելու, բեմից ամբիոն վերադարձնելու անհրաժեշտություն։ Դա կարող է լինել միակ արդյունավետ պատասխանը իշխանական ցինիզմին, որի հաշվարկն էլ թերևս հենց այն է, որ համարժեք հակակշռի բացակայության մասին ցինիզմի եւ մեծամտության միախառնումով արվող հայտարարությունները հասարակությանը կհանեն հավասարակշռությունից։ Հենց այստեղ, այդ հայտարարությունների հանդեպ վերաբերմունքից պետք է սկսի ասիմետրիկ շարժումը։
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է 100 գաղափար Հայաստանի համար ծրագրի մասին, որով Հայաստանի տարբեր շրջաններից հավաքվելու են գաղափարներ, որոնք ըստ մտահղացման կօգնեն արդիականացնել և մրցունակ դարձնել Հայաստանը, հանգել նորարար լուծումների, թեկուզ 100-ից 5-ի ընտրության պարագայում։ Ինչ խոսք, հետաքրքիր և կարևոր նախաձեռնություն է։ Գաղափարների բացակայությունը, գաղափարների նորարարության դեֆիցիտը մեր երկրում ամենաառանցքային խնդիրներից է։ Առավել ևս, որ Հայաստանի հարստությունը հենց այդ է՝ մտավոր քաղաքակրթական պոտենցիալը։ Մյուս կողմից, երբ մենք խոսում ենք գաղափարների, նորարարությունների պակասի, անհրաժեշտության մասին, առաջանում է որոշակի շփոթում։ Ոչ թե դրանք չկան, այսինքն ոչ թե դրանց դեֆիցիտ է, այլ դրանց առաջացման, դրսևորման և իրացման միջավայրի դեֆիցիտ է։ Իշխանության խնդիրը, որը տվյալ պարագայում հանդես է գալիս սպորտի և երիտասարդության նախարարության դեմքով, միջավայրի դեֆիցիտը լրացնելն է, միջավայր ստեղծելն ու ապահովելն է։ Միջավայր համապետական մասշտաբով և լոկալ միջավայրեր արդեն տարբեր մարզերում ու գոտիներում ըստ տեղական առանձնահատկությունների։ Այսինքն իշխանության դերը գաղափար հավաքելը չէ, այլ գաղափարների դրսևորման դաշտ ստեղծելը կամ պարզ ասած թիվ 1 գաղափարի իրագործումը, իսկ թիվ 1 գաղափարը իրավահավասարության ապահովումն է, այսինքն սահմանադրական կարգն ու օրինականությունը, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ, օրենքն արտացոլում է արդարության, բարոյականության, ազատության և հավասարության համընդհանուր սկզբունքներն ու չափանիշները, որոնք օրինակ կիրառվելով թույլ են տվել զարգանալ և բարձր ձեռքբերումների հասնել մի շարք հայտնի պետությունների։ Երբ իշխանությունն իրականացնի թիվ 1 գաղափարը, մնացյալ գաղափարներն այլևս կհորդան ինքնահոսով, կգտնեն իրենց հունը, իրենց ընթացքը։ Այլապես ստացվում է, որ իշխանությունն իր խնդիրը չիրացնելով ստանձնում է մի խնդիր, որն ինչքան էլ բարի նպատակով, սակայն մեծ հաշվով իրենը չէ ու արդյունավետության առումով կարող է ունենալ լուրջ խնդիրներ, որովհետև գաղափարը հատիկն է, սերմը, որը ծլարձակելու համար պահանջում է պայմաններ։ Իշխանությունն այդ պայմանն է, հանրությունները իշխանություն, պետական սուբյեկտություն են ձևավորում իրենց համար գաղափարական, ստեղծագործական պոտենցիալի իրականացման միջավայր ապահովելու նպատակով։ Այսինքն թեկուզ բարի և կարևոր նախաձեռնողականությամբ, սակայն տեղի է ունենում կամա թե ակամա որոշակի նենգափոխում, իշխանությունն իր գործը չի կատարում և ստանձնում է այն, ինչը հասարակության, մեծ հաշվով բնական իրավունքն է։ Ինքնին այդ իրավիճակն արդեն խնդրահարույց է, որովհետև եթե իշխանությունն սկսում է գաղափարներ հավաքել, ապա կամ դա սեփական սնանկության վկայությունն է, հանրությունից կտրվածությունը, որովհետև հանրության ու իշխանության կապի պարագայում գաղափարների փոխադարձ հաղորդակցումը բնական գործընթաց է, ինչպես արդիական բոլոր երկրներում, կամ էլ իշխանությունն ընդունում է, որ հասարակական գաղափարները խեղդվում են տարատեսակ միջոցներով և չունեն դրսևորման հնարավորություն, և դրանք էլ պետք է դրսևորվեն կամ կարող են դրսևորվել միայն իշխանական հովանու ներքո։ Ապահովեք Հայաստանում իրավահավասարություն, օրենքի գերակայություն, ընտրական մեխանիզմի բնականոն աշխատանք, տնտեսական և քաղաքական մրցակցություն։ Տարանջատեք բիզնեսն իշխանությունից կամ իշխանությունը բիզնեսից։ Գործնական և հետևողական պայքար մղեք կոռուպցիայի դեմ, տեսական պայքարից զատ ու կտեսնեք, որ Հայաստանում կա ոչ թե 100, այլ 1100 գաղափար, որոնցից նորարարության պոտենցիալ ունի ոչ թե 5-ը կամ 50-ը, այլ գուցե առնվազն 500-ը։ Պարզապես պետք է ճանաչել սեփական ժողովրդին, իմանալու, թե ինչ ռեսուրս է խեղդվում իշխանատենչության, կոռուպցիայի տակ։ Այդպիսով Հայաստանի գաղափարների ճանապարհը փակող քարը պետք է վերացնել ընդամենը ու դրանք կողոքեն Հայաստանը։ Ուրեմն 100-ի մասին հայտարարելու փոխարեն պետք է կարողանալ լուծել ընդամենը 1 գաղափարի կենսագործման հարցը Հայաստանում անօրինականության, հակասահմանադրականության, անհավասարության, խտրականության, հովանավորչության, արդարացի մրցակցության, սահմանափակվածության, դատական կամակատարության, հաճկատարության աստիճանը այնքան բարձր է, իշխանության ամենաբարձր հովանիների ներքո, որ ամենանորարար գաղափարը, դա օրինականությունը, սահմանադրականությունը, դեռևս 100-ամյակներ առաջ Եվրոպայում ազդարարված ազատությունը, հավասարությունն ու
եղբայրությունն են։ Դժբախտաբար Հայաստանում այդ ամենի հանդեպ վարվել է այնպիսի քաղաքականություն անկախության քառորդ դարի ընթացքում, որ այդ գաղափարներն այսօր նորարարության ժանրից են եւ թվում է, դատելով անկախության ակունքներում առկա տրամադրություններից, մթնոլորտից ու նախադրյալներից պետք է դարձյալ լինեին նորմ եւ պետականության հենասյուն։ Ուրեմն սկսենք մեկ գաղափարից, թիվ մեկ գաղափարից, որը լիարժեք ապահովելու դեպքում Հայաստանը կողողեն գաղափարները, ոչ թե կխեղդվեն Հայաստանում։ Հարցի գինն էր եթերում։ Մնացեք բարով։